Հայտնի ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Քոնելին և բրիտանացի դերասան Փոլ Բեթանին ամուսնացած են արդեն 17 տարի, սակայն ըստ Փոլի նա սիրահարվել է իր ապագա կնոջը նրանց հանդիպումից 18 տարի առաջ։ 12 տարեկանում ապագա դերասանը տեսավ Ջենիֆերին 1983 թվականի «Մի անգամ Ամերիկայում» կրիմինալ ֆիլմում։ Այդ պահից սկսած նա դարձավ նրա իսկական մոլուցքը, այն, ինչը Միացյալ Նահանգներում հայտնի է որպես հայտնիների սիրահարվածություն։ Հոլիվուդի ամենագեղեցիկ և ցանկալի կանանցից մեկը ընտրեց զուսպ և շքեղ տղամարդուն, այլ ոչ թե տիպիկ գեղեցիկ տղամարդու կամ դաժան մաչոյի։ Փոլը իսկական բրիտանացի է, բառի լավագույն իմաստով։ Նա խելացի է, համեստ, նրբանկատ և տպավորիչ ջենտլմեն, նուրբ հումորի զգացումով։ Չնայած իր ապշեցուցիչ արտաքինին, Ջենիֆերը երբեք չի եղել անհետ կորած հայտնի։ Ամեն անցնող տարվա հետ այս կինը ապացուցում է, որ տարիքը, նորաձևություն և նախապաշարմունքները ոչ մի իշխանություն չունեն իր վրա։ Եվ թվում է, թե այսօր Ջենը ավելի շատ ֆիլմերում է նկարահանվում, քան 5-ից 8 տարի առաջ։ Բայց վերադառնանք այն պատմությանը, թե ինչպես է զույգը հանդիպել։ Նրանք ծանոթացել են 2001 թվականի կենսագրական «Մտքի խաղեր» դրամայի նկարահանման հրապարակում։ Ֆիլմը թողարկվել է 1 տարի անց, արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Նույն թվականին Փոլը ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին։ Դերասանի խոսքով նրանք նշանադրվել են նախքան նույնիսկ հանդիպելը։ Դրա պատճառը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունն էր, որը ցնցեց ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի խաղաղությունը։ Բոլոր լուրերը լի էին ահաբեկչական հարձակման պատկերներով։ Ես նկարահանումներ էի անում Տոսկանայում, իսկ Ջենը Նյու Յորքում։ Գիտեի, որ ապրում է երկօրյա կաշտարակների մոտ։ Հիշում եմ, թե ինչպես 3 օր փորձում էի զանգահարել նրան։ Ամեն ինչ անկած այնքան անկայուն, այնքան փխրուն թվաց։ Ես հասկացա, որ սիրում եմ նրան եւ չեմ ուզում 1 րոպե էլ վատնել, ասել է Փոլը։ Դերասանը ամուսնության առաջարկ արեց հեռախոսով։ Շուտով զույգը նշանվեց, բայց փորձեց գաղտնի պահել իրենց հարաբերությունները։ Նույնիսկ հարսանեկան արարողությունը, որը տեղի ունեցավ 2003 թվականի հունվարի 1-ին, գաղտնի պահվեց։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Շոտլանդիայի հնագույն տաճարներից մեկում։ Զույգի ամենամտերիմ ընկերներից 8-ը ներկա են եղել Քոնելի և Բեթանիի հարսանիքին, այդ թվում հայտնի շվեդ դերասան և Փոլի լավագույն ընկեր Ստելան Սկարսգարդը։ Ի դեպ, զույգը իր առաջնեկին անվանել է նրա անունով։ Երբ Փոլն ու Ջենիֆերը որդի ունեցան, երիտասարդ հայրն այնքան ուրախ էր, որ գրեթե 1 տարի մերժեց բոլոր կինոառաջարկները, իրեն նվիրելու իր երեխային և նրա մեծանալուն հետևելու համար։ Նա այժմ 17 տարեկան է։ Զույգն ունի նաև դուստր, 9-ամյա Ագնես Լարկը։ Փոլը հոգատար և սիրող հայր է ոչ միայն իր երեխաների, այլև Ջենիֆերի որդու, լուսանկարիչ Դեյվիդ Դագանի համար։ Դերասանուհին 1997 թվականին տղա ունեցավ Քայ անունով, երբ Ջեն և Փոլի հարաբերությունները նոր էին սկսվում, Քայը ապրում էր նրա հետ։ Որպեսզի Քոնելիի որդին ավելի հաճախ տեսներ իր կենսաբանական հորը, Փոլը հրաժարվեց սիրելիին Լոնդոն տեղափոխելու մտքից և ինքը տեղափոխվեց Նյու Յորք։ Նրանք երեքով միասին ապրեցին և նույնիսկ այն բանից հետո, երբ նա և Ջենը ունեցան իրենց սեփական երեխաները, դերասանը շարունակեց Քային վերաբերվել որպես իր սեփական որդու։ Դեռահաս տարիքում Ջենիֆերը նկարահանվել է «Մի անգամ Ամերիկայում» և «Լաբիրինթոս» ֆիլմերում։ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում Հերտֆորդշիրի գիշերօթիկ դպրոցի տարածքում երիտասարդ Փոլ Բեթանին խենթի պես սիրահարվել էր Ջենիֆեր Քոնելիին հեռուստատեսությամբ տեսնելուց հետո։ Ես երբեք այսքան գեղեցիկ աղջկա չէի տեսել և կարծում էի, որ նրան հանդիպած յուրաքանչյուր տղամարդ փորձել է սիրախաղանել նրա հետ։ Նրան տեսնելու առաջին իսկ պահից ես հասկացա, որ մենք ստեղծված ենք միմյանց համար, բայց այս ժամանակահատվածում Փոլը հանդիպում էր «Ասպետի պատմությունը» ֆիլմի աստղ Լորա Ֆրեյզերի հետ։ Ջենիֆերը նույնպես միայնակ չէր, նա հարաբերություններ է սկսել հայտնի դերասան Ռասել Քրոուի հետ։ Փոլը գաղտնի էր պահում իր զգացմունքները Ջենիֆերի նկատմամբ, և երբ նկարահանումներն ավարտվեցին, նրանք գնացին իրենց առանձին ճանապարհներով։
Մեկ տարի անց Փոլ Բեթանին նկարահանումներ էր անում Տոսկանայում։ Հենց այն պահին, երբ տեղի ունեցան սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունները Նյու Յորքում, երբ փլուզվեցին երկօրյա գաշտարակները։ Այդ օրը Փոլը գնաց մթերային խանութ եւ կանգ առավ մի սրճարանում, մեծ էկրանին տեսնելով, թե ինչպես է ինքնաթիռը բախվում Նյու Յորքի երկրորդ աշտարակին։ Նա ապշած էր դիտելով իրադարձությունների զարգացումը, եւ նրա առաջին արձագանքը Ջենիֆերին զանգահարելն էր։ Ինչպես շատերի կյանքն այդ պահին, իմը նույնպես ընդմիշտ փոխվեց։ Ավելի ուշ ասել էր Փոլը հաղորդավար Լարի Քինգի հետ հարցազրույցում։ Փոլը վերադարձավ տուն եւ 2 օր անցկացրեց փորձելով կապվել Ջենիֆեր Քոնելիի հետ։ Հենց այդ պահին նա հասկացավ, որ սիրում է նրան։ Ողբերգական իրադարձությունները ստիպեցին Փոլին զանգահարել Ջենիֆերին եւ խոստովանել իր զգացմունքները։ Երբ Փոլը վերջապես կապ հաստատեց նրա հետ, նա անմիջապես առաջարկեց նրան ամուսնանալ իր հետ։ Ջենիֆերը չմերժեց եւ Փոլը շուտով թռավ Նյու Յորք։ Նրանք նույնիսկ չէին սկսել հանդիպել մինչև 2003 թվականի հունվարի 1-ին ամուսնանալը։ Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Շոտլանդիայում։ Հարսանիքից հետո Փոլը տեղափոխվեց Բրուքլին, որտեղ մեծացել էր Ջենիֆերը եւ որտեղ նրա ընտանիքը մինչ օրս ապրում էր։ Այդ ժամանակվանից նրանք անբաժան են։ Նրանք միասին նկարահանվել են 4 ֆիլմում եւ չնայած ամուսնական զույգի միմյանց հետ աշխատելը, ըստ Ջենիֆերի, երբեմն կարող է բավականին դժվար լինել։ Նա միայն ամրապնդում է նրանց հարաբերությունները, ավելի մտերմացնելով նրանց։